Երազ Խախուրիկ երկաթուղին վերականգնելու Հայաստանի կառավարության առաջարկին դրական արձագանքեցին Մոսկվայից։ Առարկայական բանակցություններ սկսելուն Ռուսաստանը պատրաստ է 14 կիլոմետր ճանապարհով իրար կմիանան հայկական ու ադրբեջանական երկաթգծերը, մի քանի կիլոմետրով էլ Հայաստանն ու Թուրքիան։ Հայկական կողմի դիմումի համաձայն եւ ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունը որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածները վերականգնելու համար։ Սյունիքի ամերիկյան ճանապարհը թրիփը Դոնալդ Թրամփի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման երթուղին, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն է ապահովելու, Հայաստանի իշխանություններն ուզում են ավելի երկար ձգվի, քան 43 կիլոմետրն է։ Նախիջևանում ոչ թե ավարտվի, այլ ընդհակառակը գա, հասնի այստեղ, միանա երկաթուղուն, շարունակվի մինչև Թուրքիա։ Միայն թե Ալիևն այս հարցում այլ հաշվարկներ, նպատակներ ունի։ Միևնույն ժամանակ որոշ ուժեր եւս, ինչպես ձևակերպել է վարչապետը, ուզում են, որ թրիփը Հայաստանի տարածքով անցնի միայն Մեղրիից Նախիջևան ճանապարհին, հետո մեր երկրի ծրագրով կշրջանցեն մեզ, ըստ Նիկոլ Փաշինյանի, սա այն պատճառով, որ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանն է կառավարում։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար եւ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է եւ Ռուսաստանը մեր տպավորությամբ եւ համոզմամբ որևէ ձևով չի ցանկանում եւ գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Բայց մինչև Հայաստանի կառավարությունը այդպես էլ չբացահայտվող ուժերին եւ բանակցությունների սեղան հասած մյուս երկրներին համոզում է, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց մեգածրագիրն են կյանքի կոչում Կարս Դիլիջու երկաթուղին, ակտիվ շինարարության փուլում են, Հայաստանի տարածքով իրար ավելի շուտ կհասնեն, բայց առայժմ նախընտրում են երկու երկիրն իրար կապել մի քանի 100 կիլոմետր անցնելով։ Մենք արդեն խաղաղության պայմաններում ենք եւ Հայաստանով անցնում է երկաթուղին։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել։ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ուզում Հայաստանի տարածքով անցնել, որովհետեւ իրենք շահագրգռված չեն Հայաստանի կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, իրենք շահագրգռված չեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմամբ, հետեւաբար իրենց համար ավելի նախընտրելի է միլիարդավոր նույնիսկ դոլարներ ներդնել Կարս Դիլիջու երկաթգիծը կյանքի կոչել, քան Հայաստանի տարածքով կոմունիկացիաների ապաշրջափակում իրականացնել։ Երազ Խախուրիկը կվերագործարկվի, թե այնուամենայնիվ Կովկասը կձևեն շրջանցող ճանապարհներով։ Տարածաշրջանի երկաթուղային նախագծերը միայն ենթակառուցվածքների հարց չեն, ասում են մասնագետները։ Փորձագետների գնահատմամբ հատկապես այստեղ մեզ մոտ դրանք նախ քաղաքական հաշվարկների, ազդեցության գոտիների եւ տնտեսական ապագայի մասին են։ Հայաստանը փորձում է դառնալ հաղորդակցությունների խաչմերուկ, սակայն գործընթացը միայն Երևանի ցանկություններից կախված չէ, այլև մեծ խաղացողների դիրքավորումից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։